դրամով առնում է, այդ շիշը ծախում այնտեղ 2500 դրամ։ Լավ, այդ շիշի այդ գինու ինքնարժեքի մեջ ձեզ չի հետ արդրում, դուք ասում եք գյուղացիներ, դուք ձեր ինքնարժեքի իջացրեք, լավ մենք իջացրեցինք, դարձրեցինք զերո, մենք ասենք, մենք սովոր ենք առանց փող ապրելու, գոյատևելու, այդ գործարանատերերը, այդ նույն բանը չեն մտածում իրար։ Իմ կարծիքով, եթե ուզում եք կարգավորվի այս հարցը և ամեն ինչն իր տեղը, վերևից պետք է գա, ոչ թե ստեղ հողատերը, ստեղ մշակողը ոչ մի մեղք չունի այդ ամբողջի մեջ, ստեղ գործարաններն են, նախարարություններն է, ես չգիտեմ դուք ոնց եք աշխատելու, ոնց չեք աշխատելու, բայց բանը ընդհանուր մոտեցումը մեզ պետք չի, որ նախարարը գա նստի ստեղծի խաղող մթերելու հարցերով զբաղվի։ Հարկը, մեզ ոչ մի խորհրդատվություն էլ պետք չի, մեզ պետք չի, մեզ պետք է մի բան, եթե ուզում եք այս խաղողը ձեռ չի տալիս, ինքնարժեքը ցածրացնելու դեպքում գյուղացուն ձեռ չի տալիս, խնդրեմ, բանկեր կա, բանկերին հնարավորություն տվեք, թող մեզ վարկեր տրամադրի, մենք փոխենք այս պրոֆիլը փոխենք, իհարկե պատրաստ ենք, բայց այդ վարկը մենք չենք տարա 24%-ով վարկ վերցնենք և վեկալած հաջորդ օրվանից սկսենք վարկի տոկոսներ մուծել, գյուղատնտեսությունը դա 3-4-5 տարի պետք է, որ դու տնկել ես, նոր դրա արտադրանքը վերցնես։ Այդ որ ասում եք կան մեծ հողատերեր, մեծ ներդրողներ, ես մեկ է մյուս, դրանք էլ մեզ պետք չեն։ Մենք այսօր դրանց քաշվածն են։ Ինչի՞։ Որովհետև ժամանակին վեկալու էր ստեղ մտերեմ ինքը այգիներ չուներ, այդ ավիր այգիները գցեց, այդ մեր խաղողը իրան պետք չի։ Պետք չի։ Հարություն ավակը ստեղից խաղեր առնում տանի, այսօր իր այգիները ունի, իրան պետք չի։ Բաղդասարյան աղացը ստեղից խաղեր առնում տանում, այսօր այգիները ունի, իրան պետք չի։ Դրանք այն գլխից իրաց նախնական կապիտալը տուտակել են, այսօր հնարավորություն ունեն և գյուղացուն խեղտելու, և այս մեկը, և պայմաններ թելադրելու, իսկ ես գյուղացի չմտածեք, դե աղխետ մարդիկ են, բոլորն էլ ավելի խելոք են, քան Ղազարյան Մանվելը, քան Հարությունյան ավակը, քան շատ ու շատերը, այսօր, բայց այս մարդիկ հնարավորություն չունեն։ Այն նախնական կապիտալը, որ իրանք ունեին, սրանք այդ նախնական կապիտալը չունեն։ Եվ այդ արտադրանքներ, որ ընդհանրապես ասում եք ինքնարժեք իջացրեք եւ այլ։ Բիզնես է սա։ Համաձայն եմ բիզնես է, բայց բիզնեսի մեջ մի կանոն գոյություն ունի։ Եթե բիզնեսը չի վերարտադրում, հավելյալ արժեք չի ստեղծում, այդ բիզնեսը փակվում է, ճյուղը փոխվում է։ Հիմա դուք մեզ բարձ կոնկրետ ասեք։ Եթե սա բիզնես է, ուրեմն մենք այդ բիզնեսի մեջ անելիք չունենք, մենք չենք տարա։ Մենք ստիպված պետք է այդ այգիները վերացնենք և մտածենք այն ուղղությունը, որ այդ բիզնեսի մեջ տեղավորվի։ Դե մտածենք, իսկ մտածելու համար, եթե խոշորը պետք է գա և մեր հողերը կոպեկներով առնի և այլ, մենք էլ դնանք իրանց մոտ բادرակություն անենք, ուրեմն դա չի լինելու։ Հիմա ինչ որ արվել է, շատ սխալ արվել։ Այս գյուղը ժամանակին ծաղկուն գյուղ էր։ Երեխաներ էին ծնվում։ Անհատական չէ, խորհրդային ժամանակ։ Կապ չունի, անհատական էր, թե խորհրդային էր, կապ չունի։ Այն ժամանակ կապալ էր, ենթադրենք կապալ էր, այդ սովխոզ այդ տարածքները տրվել են մարդկանց, իրանք մշակում էին, ստանում էին ենթադրենք թե 10 տոննա խաղող, 3 տոննա խաղողը սովխոզը տանում էր իրան, 7 տոննան ինքը ասում էր տարը ես իշտեղը հանձնի, ես էլ գինն է։ 50 կոպեկից սկսում է, այսինքն 50 կոպեկ այսօրվա բանա, 50 սենտն է, այսինքն 230 քանի դրամն է,
Եվ շաքարը սկսում էր 17 գրադուսից, մեզնից արենի գինու հումք են ուզում։ Արենի գինին ստացվում է մաքսիմում 19-20 գրադուս խաղաղեց։ Մեզնից պահանջում են, որ դուք տվեք 22, 23 և բարձր բանի շաքարի խաղող։ Դե այդ շաքարի խաղողից բնականը լավ գինի չի լինելու։ Որպեսի դա խմորվի, դրան պետք է ջուր խառնեն, պետք է նոսրացնեն, պետք է թուլացնեն, որ էլի արևի գինի։ Այդ արևի գինի արդեն չի լինի, եթե խաղողի այդ հումքի հյութին դու ջուր խառնեցի, նա արդեն որակա զրկվեց։ Գինին իր խաղողի բանով, հյութով պետք է դու սարքես։ Ստե շատ խնդիրներ կա, մենք բոլորս էլ լավ գինենք, չմտածեք, թե մենք բան ենք, էլի, ապտեկա բայց մենք ճար չունենք, և որ ասում եք ինչ-որ մեկ ուղորդմացես, որ դրանց ճանապարհ փակեք ես անել, ստե ոչ մեկն էլ մեզ չի ուղորդում։ Եթե տենց եք մտածում, որ ինչ-որ գործարանատեր մեզ ուղորդմացում եք, գնացեք ճանապարհ փակեք, որ գյուղնախարարությունը, կառավարությունը խեղճանայից փող տա, այդպես խնդիր բացարձակ չկա։ Ուղղակի ես մարդիկ անելանելի վիճակից երկեր եմ խնդրում, որոնցից մեկն է նաև էդ է, ազդելու։ Ես հասկացա։ Մեր խնդրանքը ձեզ աշխատեք ամեն ինչ անել, որ այդ ոլորտը կարգավորվի, գինեգործության ոլորտը կարգավորվի, եթե այդ ոլորտը կարգավորվի, եթե բանկային այդ համակարգումից ճիշտ կարգավորվի, ստեղ ամեն ինչ արդեն կարգավորված բրծած է։ Այդ հարցերը շատ հանգիստ, շատ նորմալ կարգավորվող լուծվող հարցեր։ Էդի լուծումը, դա կարա լինի հարցի լուծում, որ եթե արենի գինին դրվում է խիստ վերահսկողության տակ, որպես յուրահատուկ հայկական գինի, դա կարա հարցի լուծում լինի։ Եթե դա իրականում այսօր պահանջարկը չի ավել չի քանց շատ ավել չի քանց առաջարկը, հակառակը պետք է։ Եթե առաջարկը չի գերազանցում պահանջարկին, հա, որտեղ եթե նախկինում չկար խաղող այդքան դրա համար 350 հիմա ամեն արտադրող իր համար այգիներ է տնկել, բնականա պահանջարկը իջնում է, առաջարկը շատ, բայց մենք մի հատ կստուգենք, եթե դուք ասում եք, համոզված եք ձեր ասածի մեջ, որ արենի գինի արտադրվում ավելի շատ, քանց Վայոց ձորում խաղող է արտադրվում և մթերվում արենի, մենք դա կստուգենք, ու ընդհանրապես ես մեր ուղղությունը լինելու է կարգավորել այդ ուղղությունը, այսինքն հայկական կոնյակ կանոնը, պետք է պահպանվի, չենք թողելու, որ լցնեն ինչ ուզենան ու գրեն հայկական կոնյակ։ Հա, դե չենք թողելու, ես ասում եմ չենք թողելու։ Նույնը արենին, չենք թողելու լցնեն ամեն ինչ գրեն արենի։ Դա օրենսդրական դաշտ է, դա մեր գործն է, գրելու ենք, հետևելու ենք և ասելու ենք, որ ոչ, իրավունք չունեք դա անելու։ Դրան մենք պատրաստ ենք։ Այլ գինուների կոլեկցիա։ Վերջում տեսնում եմ գրվածա գետապ, ասես մեր գինն աղում։ Իրեն որ էլի կար, իրեն տունը կար մի 5 տարվա առաջվա։ Բացում ասենց համեմատում է, ասեց Այկազ ջան, ահագի տարբերություն կա, ես ինչ է եղել մեր գինի։ Հիմա այդ տանում են այդպես խառնում են, ես ինչ են անում ուզում եմ ասեմ, գինի արենի տեսակը պետք է բնա Վայոց ձորում։ Համաձայն եմ, ես համաձայն եմ, բայց հասկացեք, եթե 250 դրամով, լավ, հիմա ես ուղղակի ձեզ մի հատ որպես արտադրությունից ձեզ հաշվարկ եմ ասում, որտև եթե հոգնել ենք, կարանք շրվենք, նայեք, եթե 200 դրամ խաղող ենք ասում, մի շշի վրա, հա, խաղողի գինը համարենք արենին 200 դրամով մթերողը առնում է, գնում է, դրանից հետո գալիս է իր մոտ վերամշակված ծախսեր կա, չէ, ինքը պրեսար է, վերամշակում է, սարքում է, դա հյութից ֆերմենտացիա ընցնում գինի, եւս 200 դրամ դա նստում է իր վրա, համարենք 350 դրամ անստա Ինչով? Չէ, տենց բան չկա, ես ձեզ ասում եմ, ես ձեզ կոնկրետ հաշվարկ եմ ասում, էլի, դրանից հետո շշալցման ծախս կա, որը եւս մի 150-ից 200 դրամ նստում է,
Որտեվ դուք հաշվում եք ինչ է, այնտեղ կա աշխատավարձ, կա հոսքագծի մաշվածություն, կա հոսանքի ծախս եւ այլն։ Դրանից հետո համարենք մի 600 դրամ նստեց իր վրա, գինիով, ամեն ինչով, պատրաստի գինի, շշով, պիտակով։ Այդ էս ամենամինիմալն է։ Թող ինքը մի 200 դրամ էր իրան եկամուտ դնի։ 1000 դրամ լրացրինք ենթադրենք մաքսիմում։ Դրանից հետո գալիս է 10% ակցիզային հարկ 1100։ Վրեն ավելացված արժեքի հարկ 20%, 1320 դրամ կամ ինչ-որ մի բան։ Դրանից հետո ինքը դա տալիս է մեծածախին, մեծածախը դնում է իր 20%-ը, որը դարձավ 1600։ Գնում է խանութ, որը որ առը։ Խանութը դնում է իր 20%-ը, արդեն դառավ իր 1900 դրամ։ Այսինքն, երբ որ 200 դրամով առնում ես, խանութում երբ որ դուք տեսնում եք 2500 կամ ինչ, բնական է այստեղ արդեն ամեն մեկը իր շահույթ դնում է։ Ի վերջո արտադրողը, այսինքն դուք, գյուղացին, ամենա քիչ եկամուտն է ստանում այստեղ։ Որտեվ մնացածը իրանց ստաբիլ 20-ից 30% դնում են մինիմում։ Եթե չեն դնում, որովհետև ինքը որպեսի ձեր գինին շշի մեջ վաճառի, ինքը պետք է գովազդի ծախս անի, ինքը պետք է ասի Արենին էս ամենալավ գինին է, ինքը պետք է գնա խանութում փող տա, որպեսի լավ տեղ դնի ձեր գինին։ Այդ ամեն ինչը փող է։ Դրա համար իրանք շատ փող են ծախսում դրա վրա, ոչ թե գրպանն են հենց դնում, գրպանն էլ պետք է աշխատեն։ Բայց ծախսեր կա, մի զարմացեք, որ խաղող արժի 100 դրամ, իսկ խանութում ինքը 2500 դրամ է։ Հիմա ես որ խոսում եմ Ղազարյան Մանվելի մոտ, ինքը ասում եմ, մենք ասեցինք այդ գինին ուր անցել տարի առել ես խաղող, գինին ուր է։ Գինին տուր մարդկանց հետ, կամ գինին վաճառի է ժան, ասում եմ գինին դրված անդ է, եթե առնողը լինի կվաճառը։ Այսօր գինի արտադրողների հարցը Մեդիալոյա, Բաղդասարյան Նավազիա, Արուջան Նավակա չգիտեմ ով։ Միած իրենց հարցնի թող իրենց հաշվարկները ներկայացնեն, իրենց արտադրած խաղողի ինքնարժեքը ինչքան է կազմում իրենց համար։ Եթե կարողանում են 500 դրամ ինքնարժեք ունեցող խաղողից արտադրել գինի, կարողանում են տեղավորվել դրա մեջ։ 100 դրամով ընկերվող խաղողը չէ կարողանում տեղավորվել։ Ո՞նց կարելի է։ Իրանց խաղողը ուզում եք ասեք ավելի թանկ է։ Իրենց խաղողի ինքնարժեքը 10 դրամ է։ Նա մարդ ասում է, չէ, ինձ մի ես որ ասում եմ 3-ով նստենք խոսանք, դրա համար եմ ասում։ Իրա վրա 450 դրամ է նստում։ Մենք մթերողների հետ կխոսենք, որպեսզի Արենի Վայոց ձոր մակնանշումը պահպանվի, եթե բոլորը համաձայն են, այդ ասոցիացիան ստեղծելու Արենի, եթե համաձայն են, եւ ամենակարևոր պայմանը, որպեսզի երաշխավորեն այդ պարագայում խաղողի մթերումը, այն գնով, որը որ կապահովի ձեր եկամուտը, ոչ թե ինքնարժեքի ծածկումը կամ վնա, այ եկամուտ պետք է ապահովի։ Այդ դեպքում ասոցիացիայի շրջանակներում դուք պետք է պայմանավորվեք, որ Արենի սորտի մինիմալ գինը դուք պետք է պայմանավորվեք։ Սխալ է, որ պետությունը ասում է, որ այս գնով պետք է մթերես։ Չեմ կարա ես պարտադրեմ։ Բայց դուք եթե ասոցիացիա եք ստեղծում, եթե բոլորդ ուզում եք Արենի գինի վերականգնեք եւ պահպանեք, դուք ինքներդ ձեր մեջ պետք է որոշեք, որ Արենի խաղողը պետք է արժենա այսքան։ Եվ գյուղացիների դա պետք է համաձայնացվի, որ ինքն էլ իմանա, որ իր խաղողը ոնց որ անում է կոնյակի գործարան, ասում է 130-ից էժան չեմ իջնելու։ Գյուղացին գիտի ինչ է լինի, 130-ից ցածր նա չի գնալու։ Դուք պետք է որոշեք, որն է ինքնարժեքը, 120 է, ուրեմն գոնե 150 պետք է լինի մինիմալ գին։ Դրանից հետո վերքատվությունը շատ քիչ, պահանջարկը շատ քիչ, խաղող գա հասնի 200 դրամի, 250 դրամի։ Բայց այդ դեպքում ասոցիացիան պետք է գործի նաև Արենի աճացնողների հետ միասին։ Մենք մթերողների հետ տեսա հանդիպելու ենք, էլի խոսելու ենք, այդ բանը այնտեղ ես կասեմ։ Բայց դուք էլ մտածեք, եթե դուք պատրաստ եք ձեր մարզային վարչության պետերի միջոցով, մարզպետի միջոցով հասցրեք, որ դուք պատրաստ եք միավորվել եւ դնել մինի արտադրություններ։ Մենք դրա տակ կբերենք մարդիկ, որոնք կսովորացնեն ինչ որ պետք է, ես չեմ ասում վարկ ձեզ տանք։ Հա, ես հասկանում եմ, որ դուք չունեք ոչ մի բան հրավ դնելու։
պետք է բայց գտնենք այդ ձևը, որ օգնենք։ Հետուս լիզինգով բանը դե սարքավորումներ բաներ տրամադրվի։ Բիզնես պլան մշակվի, դուք շատ գրագետ եք խոսում ու շատ լավ հասկանում եք բոլորը ամեն ինչը։ Բիզնես պլանը կմշակվի, թվերը կտեսնեք, կներկայացվի, եթե կհամաձայնվեք, կմտնեք դրա տակ, չէ՞։ Չէ։ Բայց դուք որոշեք, քանի հոգի, քանի հատ այտենց միավորում կարա լինի, մի հատ ընդհանուր, թե 5 հատ բաժանված։ Մի հատ խոսացեք ձեր գյուղում, դուք ինքներդ մտածեք, հասկանում եք նույն ձևով չի լինի։ Սկզբից քանդվավ տվին ամեն մեկին մի քանի քառակուսի մետր, ասեցին գնացեք մի կերպ յոլա գնացեք։ Մինչև հիմա յոլա եք գնում։ Չի լինի այտենց։ Պարոն Ղազարյան, դուք որպես խոշոր կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ, որպես տնօրեն այստեղ ներկայացրեք, հա, մի փոքր խնդիրը, դուք ինչ խնդիրներ ունեք մասնավորապես, եթե տեսնում ենք, որ մթերման հետ կապված այսօր աղավնաձորցիները շատ լուրջ խնդիրներ են բարձրացնում։ Մենք մոտավորապես 10 տարի շարունակ վաճառել ենք շուկայում թե տեղական, թե արտահանման մինչև 1 միլիոն 200,000 շիշ գինի։ Հիմա մեր վաճառքներն ընկել են երևի կեսից էլ ցածր։ Ամբողջ խնդիրը դրանում է։ Եվ նաև այս վերջի տարիներին բերքն է շատ եղել, սկսած 10-11 թվականներից անդադ Արենի խաղողի բերքը ավելացել է, ցանքատարածներն ավելացել են։ Մեր մոտ խաղողի այս Արենի գինու լուրջ ավելցուկ է առաջացել։ Մենք հիմա նոր անցնում ենք 12 թվականի, էլի չենք անցել, 12 թվականի գինին պետք է սկսենք վաճառել, բայց մենք պետք է հիմա վաճառեինք արդեն 14-ը պիտի ավարտեինք, որ եկող տարի, այսինքն հունվարից սկսենք 15 թվականի գինին Ինչ վաճառել։ նախանգարում եք դեպքում սկսել այդ վաճառքի 15 թվականի, որ եթե 12 թվականին եք դեռ Ծավալներն են ընկել, իրացման Ինչն է պատճառը, որ իրացման ծավալներն ընկել են։ Դե ես ամբողջությամբ չեմ կարող պատասխանել, բայց նաև սպառման շուկան է փոխվել, եվրոպական սորտի խաղողներ բերեցին Հայաստանում դրեցին, այդ խաղողներից սկսեցին գինի արտադրել, վաճառել տեղական շուկայում, որը լուրջ ազդեց Արենի իրացման ծավալների վրա։ Դուք եւս խաղողի մթերման խնդիր ունեք, հա, փաստորեն։ Անցած տարվանը ես եկել եմ հարցազրույց տվել, իմ տղան էլ այս նույն խմբի մեջ ճանապարհի փակելու տեսի տենի, որը մեզ ձեռ չէր տալիս, սակայն անցած տարվա հանձրած խաղողից մոտ 1,200,000 գումար առ այսօր, որ այսօր արդեն իբր թե վեդիալկոյի տնտեսությունը վճարում է, հələ մեզ ասի չգիտենք հերթ կհասնի, թե չի հասնի, կստանանք, թե չենք ստանա։ Իսկ ինչքան գումար պետք է ձեզ վճարեն։ 1,200,000 Որը առ այսօր դեռ չի վճարվել։ այսօր վճարված չէ։ Ինչու։ Որտեղ վեդիալկոն պատճառաբանում էր չունեն, գինին չի իրացվում, դրա համար էլ չեն վճարել, միջև առ այսօր։ Հիմա ինչքան բերք ունեք մոտավորապես, ինչքանի տոննա կամ քանի կիլոգրամ։ Մոտավորապես, որ արդեն սրտահարություններ, գարնան մշակությունը լավ չկազմակերպեց, քանի որ գումարներ չունեինք, անցած տարվա կեսը մոտավորապես 3-ից 4 տոննա որ լինի, այդ էլ մի ընտանիք չի պահելու։ Իսկ ինչքան վնասներ եք կրել։ Վնասները այնա որ բանկի վերցրած վարկերը նորից կանչում են, վարկ են տալի, հին վարկը փակում ենք, արդեն տոկոսները գնալով բարձրանում է։ Դրանք բոլորն էլ, եթե այդ 1,200,000 այսօր ես վեդիալկոյից վերցնում, իսկի բանկի տոկոսները չի փակում։ Որտեղ վարկ ենք վերցել, որ ընտանիք պահենք, երեխա ենք դպրոց ուղարկում։ Հաց պետք է ուտենք մենք։ Ես երեկ էլ ասեցի, որ ասես չի լինի 2 տարի ամբողջ գյուղը աշխատել է առանց մի կոպեկի, բայց այս գյուղը գոյատևում է։ Գոյատևում ենք փաստորեն, առանց որևէ մի լումայի։ Նախարարը ձեզ որ առաջարկեց համագործակցել, հա, միմյանց հետ միավորվել, այդ առաջարկին դուք համաձայն եք։ Արդյոք դա խելամիտ առաջարկ։ Խելամիտ առաջարկ չի, քանի որ խոշորները մեզ կուլ կտան։